քանի որ քարոզարշավը մեկնարկեց, երբ պարոն Սամվել Կարապետյանը կալանքի տակ է լինելու, ուզում եմ իմանալ ոնց է ինքը այս փուլում, ինչ մասնակցություն է ունենալու, ոնց է դիրքավորվելու, երբ որ հնարավորություն չունի դուրս գալու։ Տեսեք, պատմական ունիկալ շրջան է ու պատմական ընտրություն է նրանով, որ հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական process-ներին մասնակցում։ Երբ որ հնարավորություն լիներ ինքը այստեղ լիներ, դու կարայիք այդ հարցերը իրեն տայիք։ Հիմա մի հատ ավարտի Եվ հիմնական հարցը ինչն է, արդարություն խոստված իշխանությունը իր ընդդիմադիրին կալանավորել է, ու կալանավորել է բոլորս գիտեն քաղաքական հոդվածով։ Ժողովուրդ ջան, մարդ կա որ կասկածում է որ քաղաքական հոդվածով է կալանավորել։ Այս մարդը վերածվում է դիկտատորի, նոր սկսում է վերածվել։ Այն բաները ինչ ինքը կանի ընտրություններում իր քիչ հավանական հաջողության դեպքում, սա դեռ մուլտնա։ Իսկ ոնց է մասնակցելու այնպիսի բաներ է սկսելու անել, որից մեր ժողովուրդը զգալու է սովետական ամենածանր բռնաճնշումների հոտը։ Մարդը աշխատանքից հարյուրավոր մարդիկ է հանում։ Մարդը ուղիղ հայտարարում է, որ բոլոր պաշտոնյաներին ես գաղտնա լսում եմ։ Պաշտոնյան իրավունք չունի ընդդիմադիր լինի։ Որևէ պաշտոնյա պետական։ Իրանք սարքում են ոստիկանական երկիր։ Մի հատ օրինակ բերեմ, որ դուք հասկանաք։ Ամերիկայի հետ համաձայնագրի մեջ փոխգործակցության Ադրբեջանը մտցրել էր նույն կետ Ադրբեջանով, այսպես էր։ Ադրբեջանը ռազմական համագործակցության ռազմական զենք գնելու իրավունք էր ստացել։ Նույն կետով Հայաստանը ոստիկանության աջակցության սարքավորում էր ստացել։ Ոնց է մասնակցելու պարոն Կարապետյանը։ Հանրային ելույթները հիմնականում իհարկե տնից եւ տնային կալանքից է լինելու։ Ցավոք դա այդպես է, բայց մենք այս վիճակում ենք, որ երկրի իշխանությունը հատել է նաև այդ սահմանը, բայց պետք է Ժողովուրդ ջան, մենք դա ընթացքում բան կլինի, կփորձենք։ Դե պատկերացրեք 3 ժամ, 3 ձեր հարցերին պատասխանել է։ Այդ մարդն էր պատասխանում, թե ուրիշ մարդ էր։ Այդ մարդն էր պատասխանում։ Կարապետյան եւ վերին դասի հետ կապված հայտարարություն, որ այլևս